Մեր մոտ հիմա այսքան հողերը, որ տեսնում եք տղեր ջան, այս հողերը մասնատված է։ Այսինքն մինչև հասնենք այնտեղը, որտեղ դի կանգնենք, այս մի 15 հոգու հող է։ Հիմա ով կթողա իր անասունը բերեն իր ծառի մոտ կապեն։ Այսինքն անասնապահության տարածքի խնդիր է, էլի որ չենք կարող։ Այս ես Ժիգուլու մոտ կանգնի, հետո էլ հեշտ թեքվես։ Մեր ջահելները կոնկրետ չգիտեմ, որոշ գյուղեր կան, գուցե փախնում են գյուղատնտեսական աշխատանքից կամ դժվարություններից։ Ես նույնիսկ մեր ջահելների համար ահագին շնորհակալ եմ իրենցից, նաև մեզնից երևի փոխանցվածն է, ոչ թե երևի հենց փոխանցվածն է, մեզնից լավ մասնագիտացված են պտղաբուծության մեջ։ Ծիրան ունենք, սալորի մի քանի տեսակներ ունենք, գիլազ ունենք, ահագին պտղի տեսականի շատ է։ Իրացման խնդիր ունենք։ Իրացման խնդիրը սենց է, մենք ինչպես եւ շատ մեր Արարատյան դաշտավայրի բնակիչներ, հիմնականում կախված է Ռուսաստանի հետ ունեցած այդ տնտեսական կամ չգիտեմ մի այլ հարաբերություններում, Լարսի բանի հետ անցման հետ, անցած տարի օրինակ կարելի ասել կոնկրետ պտղի իրացման խնդիր չենք ունեցել։ Նույնիսկ գնի առումով շատ լավ ծախվել է։ Տեղցը նույնիսկ իր տեսակներով, ունենք վաղահաս, ունենք միջահաս, ունենք սեպտեմբերի հասնող նարինջա կոչվում տեղցի են խորհրդային տարիներում դա ամենահզոր տեղցն էր, sense կարելի ասել։ Ճիշտ է, որոշակի խաղողի այգիների կրճատում է տեղի ունեցել, կապված մթերման կամ մի քիչ եւ այլ աշխատանքների հետ, բայց ընդհանուր առմամբ գյուղը համարյա չմշակվող հող չկա։ Խաղողի վրա աշխատանքը շատ է, ինքը աշխատատար է, էլի որպես կուլտուրա, շատ աշխատատար է։ Խաղողը երբեմն նաև տարիներով իր ինքնացածք չի արել։ Ինքը շատ համեղ տեղց է, մի տեսակ մի քիչ էլ որ իր հասունությունն ապրում է, հեշտ պճղվում է, շատ համեղ տեղց է։ Բոլորն էլ համեղ են, բայց կոնկրետ սա իր գույնով բան տարբերվում է։ Մենք նայում ենք երկուսն էլ ցոգոլ են։ Այսինքն դեռ լխակ է, բայց այս տեղցն ու այն տեղցը ինչքան իրենց գույնային առումով, իրենց բանով տարբերվում է։ Քաղցրել է ավելի։ Համային առումով էլ է տարբեր։ Չէ, այս սրանք էլ են համեղ, այնպես չի որ, բայց դրանց բանը մի քիչ ուրիշ է, էլի։ Այդ դրանցից էլ շատ ունենք դրանց մարդիկ։ Ծիրանը ահագին տեղցի հետ համեմատած շուտ է ծաղկում ու ծիրանը իր փոշոտման process-ը ահագին դժվար է։ Եթե նույնիսկ ծիրանի համար գոնե մեղվի աշխատանքը չլինի, որ նպաստի իր փոշոտմանը, պետք է քամի լինի, բայց այս տարվա փոշոտման ընթացքը շատ անձրևներ եկա, որը ծիրանի համար շատ աննպաստ է։ Դի ցանկացած գյուղատնտես դա կապացուցի։ Եվ անձրևները դրան էլ գումարվող թրտարությունը։ Արեք ձեզ, ժողովուրդ ջան։ Ոդիկ կդակ մի ասեք, բարով ինչ անեմ եք, ուրախությունով։ Ջահելներն են, ջահելների ղուրբանը լեմ, ընդամենը մի 2 տարվա բանագից եկած տղերք են։ Կարանք իրանց էլ ծենտան կան։ Արտուր, դες շատ են զբաղված, մի խառն են։ Կիսովի անում ենք էլի, նայենք ինչ կլինի։ Անցած տարի ո՞նց էր։ Անցած տարի չէր ծաղվում։ Հազիվ նիչա դուրս եկանք, հույս ունենք լավ կլինի։ Հույս ունեք այս տարի լավ։ Բամ լոլիկ չէ մենակ։ Պամիդոր, հա։ Ինչա թուրքականը։ Մեր էս Արարատյան դաշտավայրի вообще ամեն ինչն էլ համով է, էլի։ Եթե ունենք մենք, մեր շուկան ունենք, կարանք մերը ծախենք, էլի։ Էլխի կբերեն դրսից այդ գինը ձեր չի տա ամեն ինչը պրոբլեմ կլինի, էլի։ Ռաստամոշկա այս այնա դառնա եսի միշքան, էլի։ Երբևէ գյուղից գնալու մասին մտածել։ Չէ, չէ։ Ստենք ծնվեց, դել կմեռնենք, էլի։